Հերը տեսել են, որ պտուղն ընգել է ունիտազը, պորտալարն էլ կախվածով, այնկերտ չի եղել։ Հանրային ձայնի խնդիրն է տեղեկացնել ազգաբնակչությանը այն ինչ որ կատարվում։ Այս համոզված եմ։ Տեսեք, ես խոսում եմ պետական դավաճանության։ Ես խոսում եմ հողերի հանձնման մասին, բայց ես այլ գտնեմ որոշակի ագարկի վաստակներ, որոնց ուղղակի չեն ցրթել, այլ քաքել են, ոնց որ Ավինյանին։ Սրանք բոլորը լույս, որ ասում եմ միծ են, որ լամբշկեն է, վառվում, որ բացահայտում են սան։ Սրանց բոլորը ծննդաբերել են բոլորին անալ ճանապարհով։ Իսկ բեղնավորումը եղել է Պերոս ճանապարհով։ Բերանի խորոչից, ոնց որ Ավինյանի մորը, Նիկոլի մորը, բոլորին դրել են բենից, սերնաժայթքումը տեղի է ունեցել կոկորտում, էմբրիո վիճակը տեղի է ունեցել ստամոքսում, իսկ ծննդաբերական ուղին եղել է հետանցքը։ Ու պրիտոմ սրանց մերերը չեն իմացել, որ իրանք հաղի են, պրոստը փորացավով գնացել նստել են զուգարան, բոլորի համար դա ծանոթ երևույթ է, ու մեկ էլ հանգար զուգարան են ջուրը, որ կասես բլթ, որ լմ է, որ կակամես, ընգնմա բլթոց ալլամ։ Այդ բլթոցը եղել է ավելի ուժեղ։ Այդ տիպին, որ այդ զուգարանի միջի ջուրը խփել է սրանց մոր որի թշերին։ Սրանք այդ ասել են, էսի չէր հայ մարդ։ Հերը տեսել են, որ պտուղն ընգել է ունիտազը, պորտալարն էլ կախվածով։ Այնկերտ չի եղել, սա հատուկ մարդու առաջացման տեսակա։ Ունիտազից վեկալ է պատե մատե և ալեն, անունը դրել են, մենք երեխա ունեցանք, կտրեմ, անունն էլ Տիգրան Ավինյան, կամ Նիկոլ Փաշինյան, և նմանատիպ Սուրեն Պապիկյան, և ալեն։ Սրանք բոլորը, սա որտեղ հնարավոր չի, տարբեր մայրերից, տարբեր հայրերից, կենսաբանական ճանապարհով ծնվեն, ասենց բոզի տղաց, հնարավոր չի, ասենց տիեզերական բոզի տղեկ չեն ծնվում։ Քաքել են, քաք է, պտուղը քաքով է դուրս եկե, հիշեցանցալը, ասում է այո, Ավինյան Տիգրանը։ Պրոսնը Ավինյան Տիգրանեն ստուալետը դրսում է եղել, են ասում է, մեր զուգանը դրսում է, տես, խոստովանը մա, են գեղի զուգաները ոնց, քաքը մեր չա, ատե պտուղը պրոստը ծակով չի անց է, չի անց է, մերը թեքվեց է սլբեկը ուտե, խխրմա։ Անցնեն գռոչ։ Եղվարդի քչականի պետ Հակոբյան Հայկ Արամ, ոտքի։ Ուրեմն ես քեզ բառացիորեն զգուշացնում եմ։ Եթե դու շարունակեցիր քո բռնած ուղին, արգիշտ ինձանից մի նեղացի, Հակոբյան Հայկ Արամը գալու է ձեր տուն, որովհետև Հակոբյան Հայկ Արամը իմ դուրը չի գալի։ Իսկ եթե մի մարդ իմ դուրը չի գալի քո հիմնարկից, ուրեմն հաստատ իմացի, որ այդ մարդը մի բոզի տողություն անմա։ Ինքը գիտի։ Իան զանգի ասա ինչ ես դու անեմ, այդ ինչ ես ուզում փագես, այդ ինչ ես ուզում շեղես, այդ ինչ գործ կա որ քեզ էնվեդեն տվել է քնիչ իրավորությունը չի կայացնեմ, այդ ինչ բարելու գործ է, այդ հարցը տուր։ Ես զգուշացնում եմ, տես, գալու է, ես յամ բան չեմ ասելու, պրոստը մարդը լողանալու է, շամպունը կսի վեր են գա ձեր տուն, պրծով, մնացած արդեն ես կաս, հիմա մի զանգի, եթերից հետո կվեկանես է կզանգես քո գեղեցիկ հոգևորական բառապաշարով Հայկ Արամ, Հակոբյան, ինչ այսի, ոչ եմ Հակոբյանի հետ է կզորուցես, սեքս պա տելեֆոնում, բայց սերնաժ այդ կումով, գրանցի, դու ինձ հասկացար,
դե հիմա գնա ու այն բոզի տղության գործով զբաղվի, դու արդեն գիտես ինչի մասին է խոսքը։ Ուրա զինվորական դատախազը Էլիզ Բարյան, բարև ձեզ։ Ուրեմն պարոն Էլիզ Բարյան, ես ձեզ խնդրել էի զբաղվել ջերմու գրուպի երկու բջերով, ջերմուկի քաղաքապետովյան մյուս տղով, ասում են երկու տղա ունի, որոնցից երկուսն էլ բանակում չեն ծառայել, մեկ։ Ես ձեզ խնդրել էի զբաղվել Արշակ Հակոբյանի բջով, որը տարապամա գլխի ռակով ու տենց էլ չի սատկն, կիս տայալսմա։ Ես անդրադարձել էի, որ դուք պետք է զբաղվեք Գասպարյան Վովայի տղու գործով, ինչա Գասպարյան Վովայի տղու մոտ էլա գլխի ռակ, 18 տարեկան լրացել է, ինչի բանակում չի, գեներալի տղա է, ասում էր իմ տղեն պիտի գնա ծառայի, հիմա ես հարց եմ ուզում տամ զինվորական դատախազին, հաճելի մարդ, Գասպարյան Վովայի տղեն ինչու բանակում չի, ինչն է պատճառը։ Ուրեմն մյուսը Արմեն Բեգոյան, Երևանի կանաչապատման վարչության պետը, բաժնի պետը, խեռի պետը, փրչերի պետը։ Այս փրչերի պետը ուներ տղա, որը շատ կուլտուրական, այսօր մեկին զանգ ասում եմ, իա տղեն այնքան կուլտուրական տղա է, Հոլանդիա սովորում, ռուզիկ։ Ասեցի հետ մենք անկուլտուրական էինք, որ գնացինք բանակ։ Ինչ է նշանակում կուլտուրական տղա է, այսինքն կուլտուրական տղա, այն բալետ պարողից կուլտուրական, հա, բալետ պարողին տարան կողին առաջնագից, կողին ցինկվի դագաղը բերի տվին մոր ձեռը, բա Արմեն Բեգոյանի տղեն, ինչի բանակում չի, զինվորական դատախազ, հարց եմ տալի ես ձեզ, ես երևի միակ հիմնարկը մնացել է դատախազությունը, որ ես բոլեմենի ցուցաբերում եմ դրական վերաբերմունք, դուք ուզում եք քակել այդ դրական վերաբերմունքի մեջ, թե ծռել։ Ենա, վայ Ղազարյանին տես, հետևանքը հասկացի։ Ինչի փրչապատման վարչության պետ Արմեն Բեգոյանի բիջը բանակում չի, այլ Իռլանդիայա, ինչա, Նիդերլանդներում, Հոլանդիայում եւ այլն։ Կամ, ինչ են ասում այդ փրչապատման բաժնի աշխատակիցները եւ այլն, նամանավան Զեթուն, Մեթուն եւ այլն, որոնք որ ծառերն էին կտրում, կանանչ։ Ասում է ընտանիք ենք պահում, մեզ ինչ հրաման տալիս են, մենք էդի կատարում ենք։ Ասում եք գնացեք ծառերը բիզիմ դիր, գնում առնում ենք ծառերը բիզիմ դիր։ Ու ես տեղ եկա կանգնա այն իմ հայտնի լոզունգի վրա, դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդելու եմ ձեր տունը։ Այսինքն, եթե ունիտազում չէ, գյուղի տուալետը ցրթված Ավինյան Տիգրանը, այս երկուն էլ ասում, արդեն ղզղնել է կպել է գազանանոցին, քաղաքի արտաքին ոչմ տեսքը ընդեղ բռնաբարեց, կառավարության շենքի վրա, իշքան, քանի ծակ էր, 11,000 ծակ էր, իշքան մորը շինել էին, իշքան առնանքա մտել է Ավինյան Տիգրանի մամայի ու կնգա դլոյի մեջ, այդքան ծակ արվեց Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի վրա, որ ամեն անգամ ծակերը նայի, հիշի մամային ու կնգան, քանի անգամ են շինեսեն, մեջը լցեսեն։ Էդի պես թողեց, կառավարության շենքը շինեց պլատկամիջ, թողել ատեց, ծառենիստ է անցավ, ասում մեզ ինչ հրաման տալում են, մենք անում ենք։ Այստեղ ես նորից ուզում եմ հիշեմ մեր հարևան քնարին, Աթանի կրիկ, որ մեզ ասում էր կանաչ դագաղը մտնեք։ Հիմա նույնն էլ ես եմ ուզում ասեմ Արմեն Բեգոյանին, բոլոր համայնքների կանաչ փրչապատման, որովհետև Սակուրան փրչապատման այդ բաժնի պետերին մեր հարևան քնարի բառերով կանանչ դագաղը մտնեք, ձեր մինուճարով, ոնց էր քնարնանի հլմանից, ասում էր մինուճարով, եղածով, չեղածով, տանը ծաղ շնչավոլ, սարին դագաղը դնեմ, էդի քնարի բառերն էին, այմ այդ անեսքը, որը հնչում էր,
երորդ հարգից Երևանյան 20 շենքի, այդ անեսքը սենց գալմա, որ ասում անեսքը գիտա դորակետ հա, այդ ես գալմա մտնամա Արմեն Բեգոյանի տուն, ու բոլոր այդ զեթուն կլնի, աչապնյակ կլնի, կանակել, ինչ խելո, բոլոր այդ կանանչապատման բաժնի պետերի, այդ ծառերը կտրողների տուն, ձեր սաղի կանանչ սերունդը պիտի սենց հատ-հատ, սինկը միտագաղներով գնա լծվի Շահումյանի գերեզմանոցը, ես իրավունք ունեմ անիցելու աղջի, Քրիստիկն էլ համաձայն, ես գնում եմ քրիստիկը տպում, ձեզ քֆուր չի հասնեմ, դուք բոզի տղա եք, և ես ասում եմ ամենայն պատասխան, բոլոր կտրողները, այդ պրճապատման, վաղը մյուսը որ կանգնակ դադարանի առաջ, ու դուք կանգնելու եք, որ մի բոզի տղա են կայնավասեց ես հրաման եմ կատարելու, եթե դադավորը չասեց հիմա արիմ խեղեր, չեկավ կերավ, ուրեմն Եթակնում եք հրական պատասխանատվության, հրաման, դադավորին անձամբ եմ ասելու, չագ ու ջտան գմես խպմեց այս հենց, ասում ես հիմա արի ծծի, հրաման եմ տալեմ, կնիկը պիտի կա ծծի, դես դատարանեմ, եթե հեսուն Արմեն Բեգոյանի և մյուսների կրանիկը դադավորի կամ դադախազի ծծին դադի ժամանակ, եթակնելու եք հրական պատասխանատվության, հրամանա, մերջ, ճիշի ավինյան, անթրաշ բոզի տղեն, ասում է այո, սպերմ կսեն ես քիդու բենի, տոկտակար այդ տղո, Ցելի, դու մարդի չքշես, ցելի սպերմ, վայ Ղազարանի խնդրի կմատակալարի, վայ Ղազարանի սպերմը համահունչը ցելի սպերմին, վայ Ղազարանի ժաշտու, Պարզա, անձեն, ինգեշ, զինվորական դատախազ Էլիզբարյան, ես անհամբեր սպասում եմ զին դատախազության լամինորին, Արշակ, Վովա, Ջերմուկի խելուխներ և իհարկե Արմեն Բեգոյանի սրտանք։